Հայաստանի ագնախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանիային հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ եթե Անկարան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար, նույն կերպ կարևոր է նաեւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից արտահանման վերահսկման ու սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանը որպես նվիրատվություն կստանա Toyota Magnishի 10 ավտոմեքենաներ, դրանք ամրացվելու են ազգային անվտանգության ծառայությանը։ Նվիրատվությունն ընդունելու հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Դրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace Magnishի ավտոմեքենաներն են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է $500,000 եւ ըստ որոշման, ինչպես ավելի վաղ նշեցինք, մեքենաները կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։ Ռուս երգչուհի Նանա Հաթլը նոր երգ է ձայնագրել նվիրված Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամությանը։ Մեծ սիրով դեպի արևոտ Հայաստան, այսպես է մակագրել տեսանյութը արտիստը։ Աղջիկն ինքն է գրել երգի երաժշտությունն ու բառերը, նաեւ դարձել է տեսահոլովակի գաղափարի հեղինակը։ Հոլովակում երգչուհին ներկայացել է հայկական ավանդական տարազով, կարմիր զգեստով, տեսանյութն համադրված է Երևանի կադրերով, Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի տեսարանների հետ։ Արտիստի լրիվ անունը Նանա Կիրոպովնա Հատլամաժիևա, նա 29 տարեկան է։ Նանայի հայրը հայ է, մայրը վրացի։ Նանան Չեչենիայի Հանրապետության վաստակավոր արտիստ է։